Անդո շատ լավ կապրենք, աղի պես, սիհե կապրենք, քիչ են կապրենք։ Բերքաբերցի տատը թոշակի 10,000-ով բարձրանալու չի ուրախանում, ախր լավ գիտի, որ իր կյանքում այդ բարձրացում ասածը ոչինչ չի փոխելու, դառը փորձից գիտի, թոշակը բարձրանալու հետ խանութում գներն էլ են բարձրանում, հացը, ձեթ, հաղը, որ մեկն ասի, 10,000 չէ, 20,000 լինի հալվում, կորչում է գնաճի մեջ, բայց իր ապրուստը չի թեթևանում։ 46 մանետ փողը մեծ կնիկ եմ, տյանով ինչ կարա մարնեմ, մեծնից չեզը հաս եմ տալի, մեծ կնիկ եմ, տյանով ինչ կարա մարնեմ։ Են ամուսին կտամ էլ էլիզի, կտամ միստ կարնեմ սոված կնստեմ։ Ես ճուրտելի քշչի հերի կանեմ տեղ եմ մարնեմ, մեզնա կլեսկի չնամ։ Հաշվարկից գլուխանող հարևանը գումարել հանել, հաշվել բազմապատկել ու ասել է, թե շուկայում վիճակն ենքան վատ է, որ սա էլ չի փրկելու։ Ճիշտ է, մի քանի հազար բարձրանում է, որի համար շնորհակալ են, բայց եթե գումարում են թոշակը չբարձրացրած տարիների գնաճի հետ, ապա 5 տարի առաջ 5 թոշակով ավելի լավ էին ապրում։ Сайн տքրակին է, գիտես։ Հա։ Մենք ես 86 տարեկան եմ ես։ Ըստ եմ ընկլատի թեպիկը պատչկանք։ Որպես թե տքրականան ենք։ Հələ մին թեպիկը պատչկանք։ Դե ես քաթաս ունեմ եկել շատ լավն ամտի հասնիքեն։ Բայց մտած թե որ թոշակս քիչ չեմ կարում յոլա չնամ ինչ են կանել։ Տեքոր կնանիքը ոնց տատն է ասում, մի տանիք չեն, բայց մի հալի են։ Կարնան տակորերը բակ են հանել ամբողջ ծմեր հիվանդություններից վայվույ անող տեքոր կնանիքին։ Հիմա նստել են արևի տակ, մի քիչ տաքացել, մի քիչ էլ անկեղծացել։ Խոսում հաշվարկներ են անում, թե ավելանալիքը ինչի կհերիքի, բայց աչքի պոզով էլ հետևում են հարևան ադրբեջանական գյուղում կատարվող անցուդարձին։ Այսպես ասած, աչքը ոչ այնքան բարեհաճ հարևանի վրա են պահում։ Գյուղի կենտրոնում արդեն տղամարդկանց հավաքատեղին է, որտեղ քննարկվող թեմաները խիստ գործնական են։ Զրուցում ենք մեկս մյուսով, որ գնանք աշխատենք, տրամբերցերեմ, ջերմոցումը, մարդիկ քնում են շատերի կնոջ մարդուցոցը, մենք եք շերտի եք աշխատում ենք ջերմոցումը։ Գյուղի կատակասերն է Գրիշա պապը, որ 86 տարեկանում 26-ի պես աշխատում է։ Տատին ինքնաթիռ է նստեցրել ճանապարհել երեխաների մոտ, ինքն էլ կպել մնացել իր հողին։ Ջերմոցը ցանում ենք Եվ թե ինչ ուզում ենք, ամեն ինչ։ Հիմա նաղդի լոբի եմ ցանել, սոխ եմ ցանել։ Ջերմոցը դեռ կիսադատարկ է, փոխարենը պապի մառանն է տրաքում տեսակ փակոցներից ու գինու ու օղու տակառներից։ Ուղարկելուն ուղարկել է, մնացածն ինչ կա հյուրասիրության համար է։ Այս էլ իմ կնոջ պահածուններն լիքը ավելի չել ունենք։ Այս էլ լավներն է։ Գինու ու օղու տակառները միշտ լիքը պահող բերքաբերցին ավելի քան 30 տարի զրկված է իր հողերից ու բերք է ստանում հիմնականում տնամերձերից ու գյուղի շուրջ մնացած փոքր այգիներից։ Ադրբեջանական կողմն իր հսկողության տակ է պահում բերքաբերի հողը Ջրամբարի ափից մինչև Փայտասարի գագաթ մոտ 900 հեկտար հայկական տարածք։ Գյուղի 90-ականների սկզբին եղել է պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից մեկը ու հրետակոծությունից վնասվել են բերքաբերի համարյա բոլոր տները։ Գյուղացին ինչով պետք է ապրի, կամ անասուն պետք է պահի, կամ էլ պետք է հողագործությամբ զբաղվի։ Մեր տարածքն ձեւ որ մեծ մասը Ադրբեջանի հսկողության տակ է, տարածք չունենք անասուն պահելու, ստապված գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, հողային աշխատանք։ Որ ասես չեն եկել են, որ ասես չեն խոստացել, թե իրենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 500 հեկտար բարձր բերքատու հողերը ետ կստանան, բայց այդ խոստումն էլ գրվեց սառույցի վրա։ Միայն այնա, որ խաղաղություն է, հլա որ չեն կրակում։ Բայց թե հետո ինչ կլինի չգիտի ոչ ոք։ Էլ խոստումների բերքաբերում հավատացող չկա։ Աշխարհը փոխվել է, հիմի շունը տիրոջը չի ճանաչում, թույլերը անպաշտպան են, մեծերն այլևս չեն պաշտպանում։ Հիմա թույլ ղեկավարների ժամանակ է, որ ոչ կարգին բանակցել գիտեն, ոչ կարգին կառավարել։ Այդ պատճառով բերքաբերում մնացել են մոլոր, ում հավատան, ում լսեն։ Իր տան բակում արևի լոգանք ընդունող տիկին Սեդայի հետ մեր հանդիպումը պարզվում է իր համար սպասված էր։ Մեր հավատարիմ հետևորդն է, բայց
ափսոս ասում է հարսը տունն ու մառանը հենց այսօր տակու վրա է արել մաքրում իստակում է ասում է այնպես որ թարսի նման ամեն ինչ ցույց տալ չի կարող բայց անող դնող հարսին կգովի մանավանդ որ ինքն է փախցրել այո ապագա սկեսուրն է առաջին անգամ տեսել աղջկան որոշել որ ինչ գնով է լինի հարս է բերելու փոքր հարսին ես եմ փախցրել Հարևանի տուներ եկել, հյուրեր եկել, մի քիչ sense ես կարող գլուխ բայց ես գլուխ չեմ կերում, էլի իմ բնավորությունը մի քիչ մի ուրիշ ձև է, ես պետք է հասկանամ, իմանամ, ընդունեմ թե չէ։ Տղես ասեցի, հարու ջան, ասեց, աղջկան ես հավանում եմ, կարողա դու հավանես, ուզես, ասեց թե մամ, դու եթե հավանում ես, ուզում ես, ես համաձայն եմ քեզ հետ, մենակ տուն մտնեմ, տերամ դուք երկուսով իրար հետ հաշտու համերաս, այդի հարդ չկա։ Սերը կազմակերպեցի փախցրի։ Հարսը եկավ, սիրեց գյուղն ու արդեն 25 տարի գյուղում է, 4 երեխա ունի, Սեդան էլ գոհ է, հարսից էլ, որոշումից էլ։ Միայն թե հիմա աղջիկները ոչ իրենց կամքով են բերքաբեր հարս գալիս, ոչ էլ փախցնել ունեն համաձայն, այնինչ իրենց գյուղը դրախտ է ասում է։ Օրինակ այդ հալավեր դուպանի գյուղը որ շանցա տալի, թափթփված գյուղեր են, էլի նենց, ինձ դիր չի գալի։ Հալավեր չկաց են միջին ցավ տալի։ Մտիկ է ադե, չալեմ իմ բնավորությունից։ Սեդան անկեղծ է, մենք էլ ճշմարտության կողմնակից ու ինչ-որ չափով համաձայն ենք իր հետ։ Այնպես չի, որ իրենց գյուղում պալատներ են սարքել, հակառակը տարիներով ապրում են մտածելով, որ սահմանի բերանին են կրակոցների տակ ու անիմաստ է շքեղ ունեցված դիզելն ու մեծ ներդրումներ անելը։ Ուրիշներն իրանց համար հարստություն են դիզել, լավ ապրել են բան, մենք մենակ փորի գոյություն ենք պահել, դաժե ափսոսել ենք, որ տան վրա մի ծախս անենք, ասել ենք թուրք կմտնի գյուղը, ում համար անենք։ Սենց ոնց ու ատամատամի դրած սպասել ենք։ Շան հետ ընկերացի, բայց փայտը ձեռիցդ մի գցի։ Տիկին Գոհարը խոսում է դիմացի ոչ բարեկամ երկրի մասին, խաղաղության օրակարգի մասին հեռուստատեսությունից շուտ է լսում, բայց հին ասացվածքը չի մոռանում։ Պետք է միշտ պատրաստ լինես, որովհետև ինչքան զիջող է սլանք, իրանց թվում է թե դու թույլ ես։ Նենց բաներ կա, որ չի կարելի, պետք է ցույց տաս, որ թափ ունես։ Սովետի տարիներին էլ թվացյալ եղբայրության ժամանակ բազմիցս գյուղամիջյան խնդիրներ էին լինում, նախ մշտական գողություններ, ձևավորված բանդաներ կային այս ու այն կողմում, հազվադեպ չէին սպանությունները, հա ընկերություն անողներ էլ կային, քիրվայություն, բայց վտանգը մշտական էր։ Տիկին Գոհարը վստահ է, որ աչքը մեր երկրի վրա պահող հարևանին միայն բասկի ուժը ցույց տալով կարելի է վախեցնել, ոչ մի զիջում, ոչ մի գլուխ խոնարհում, եթե ուժ չկա, հարգանք էլ չկա, ասում է։ Ուժն է ծնում իրավունք, սրանք Նժդեհի խոսքերն են։ Միայն ուժեղ լինելով է հնարավոր պահպանել փոքրացող հայրենիքի սահմանները, հետ բերել Արցախն ու գերիներին։ Բերքաբերցի Հենրիկը այգու վարդի թփերն է էտում ու ցույց տալիս տան այսպես ասած վերքերը, այսինքն արկի վնասները։ Հիմա ասում են կրակոցներ չկան, բայց մեկ է իրենք զգոն են ի տարբերություն իհարկե վերջին տարիներին Բերքաբերի ջրամբարի մոտ երևացող արկածախնդիր զբոսաշրջիկների, որ ըստ էության տեղյակ չեն հայ-ադրբեջանական հակամարտության մասին ու հանգիստ վրան են խփում լճի ափին ու գիշերում։ Այն ափին իրանք են, այս ափին մենք։ Սա Ռայոնից, Ռուսաստանից, բայց տուրիստի են գալի, լճում անում են, վարարանի են խփում տեղ, հանգստանում են։ Բարև ձեզ։ Անհնար է լինել Բերքաբերում ու չանցնել պարոն Փաշիկի տան դռնով, հյուրասեր մարդ, որի դռները միշտ բաց են բոլորի համար։ Մենք արյունով դե ոնց են քարից հաց ենք քամում, ուրիշ տարբերակ չկա, մենք այդտենց ենք։ Մանավանդ ստեղ Մերը լավ եք իմանում սահմանա, մենք 90-ականներին զենքը ձեռերնուս ենք աշխատել։ Մի փառք Աստծո, առայժմ զենքի կարիք չկա, բայց չպետք է մոռանանք զենքը։ Կարիք չկա, բայց պապենական մի զրույց կա, ասում է, շան հետ ընկերություն արա, բայց փետը մի գցի։ Հիմի զենքը պետք է ունենաք, ուժեղին են հարգում, թույլին չեն հարգում։ Դեն մեկ ինչ անեմ Իսրայելը։ Մեզանից փոքր երկիր է, տարածքով, շատ փոքր։ 14000 քառակուսի վրա մակով ինքը պետություն դարավ,
մի 24-ով հաստատված։ Աշխարհաքաղաքական մեծ խաղերը եւ հարևան Իրանի դեմ սկսված պատերազմը անխուսափելի ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի վրա։ Անհանգիստ գարունը ստիպում է պարոն Փաշիկին մտորել, ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ, գուշակելը դժվար չէ, բայց պարոն Փաշիկը նախընտրում է խոսել ավելի տեղական հոգսերից։ Ձնառատ ձմեռը ջրառատ տարի է խոստանում, իսկ սա ամենակարևորն է Սակավաջուր բերքաբերի համար։ Չնայած ջրամբարի առկայությանը ամռան տապին բերքաբերցին խմելու ու ոռոգման ջրի պակաս է ունենում։ Լուծումներ տրվում են, բայց խնդիրը վերջնականապես չի լուծվում։ Սահմանին կանգնած գյուղացին իհարկե հազար ու մի խնդիր ունի, բայց գյուղից հեռանալու մասին չի մտածում։ Պարոն Փաշիկը, որ 25 տարի ապրել է հայրենիքից հեռու, հիմա գոնե մի ժամով Երևան կամ Իջևան իր տուն գնալ չի ուզում, ասում է գյուղից հեռու անցկացրած ամեն րոպեն կորցրած է համարում։ Հիմա ես ստեան դուրս չեմ գալի, որ մեկ-մեկ պատահական ամիսում հետ Իջևան պետքա գիշերեմ, դա ինչ սմար բան է, որ միջև շուտ պրծնենք, հա, այնա Տիկին Սոնյաները նույնը, Իջևանը չենք ուզում տենան, Երևան вообще չեմ ուզում ես, չնայած մեր մայրաքաղաքն է, մեր երկիրն է, շատ լավ քաղաք է, բայց մեր գյուղն է, լավն է, թե ծննդավայրն է դրանից է, աշխարհի ամենալավ երկիրը դա Հայաստանն է, Հայաստանի ամենալավ շրջանը քաղաքը դա Իջևանն է, ամենալավ գյուղն էլ Բերքաբերն է։ Իհարկե բոլորն էլ լավն են։ Ինձ համար իհարկե լավն է, մերն է, իհարկե մենք պետքա պահենք աչքի լույսի տակ մեր եղածը։ Պարոն Փաշիկը նույնպես ցույց է տալիս իր օղու ու գինու պաշարները, այստեղ դա ընդունված է։ Վստահեցում է, որ դրանք չեն պակասելու։ Օղունքը հրեն դեռ հասունանում է, գինին թանկագին ու նրա տամբակն արդեն լցված է տարբեր բույրերով, խաղողի, արքայանարինջի, սա է իսկական բերքաբերցին ստեղծող ու աշխատասեր։ Սա արքայա նարինջա խաղողի հետ միասին։ Ասորտի եկան։ Հա, գիտեք ինչ կա, այսը արդեն համարյա թե պատրաստ է, համարյա թե, այս ինչ նայեցեք, հեսա։ Ինչ է խիտ է։ Հա, դես արդեն պետք է ինքը բան անի։ Քաշելու ժամանակ, ղնձի մեջ է որ սարքավորումների, արդեն նոսրացնելու ենք։ Ջուր եք լցնում։ Հա, այ արդեն Յեն մեկ արդեն բացվեց։ Բայց լավ պղպջակներ կա, դե դրսումն է, ցուրտ է։ Այս ամանները լրիվ օղի գինու սա պետքա ասենք լցվի։ Այդ յեն մեկ գինու սա ոնց են ասեմ փոքրիկ տակառիկն է։ Օղին էլ, գինին էլ, ամեն ինչը, ես գնանք տուն, ամեկը մի լիտր խմենք, այս քանը որ խմենք, ոչ Փաշիկի տուն եկողը մինչև չմոռանա, թե ինչի համար է եկել, չի գնա հայտնի ֆիլմից Նաջարյանի խոսքերն է կրկնում պարոն Փաշիկն ու մեզ ուղեկցում իր տուն։ Հետո մեզ հիշեցնում է, որ տարիներ առաջ գյուղի մասին պատրաստած մեր տեսանյութից ինքն էլ պակաս հայտնի չի դարձել, երբ բարձրաձայնել է, որ գյուղում 40 փեսացու ունեն ու հարսնացուների փնտրթուքի մեջ են։ Տարիներ անց կրկին ոչինչ չի փոխվել։ Ինձ որ տենում են շատերն արդեն փախչում են, շատ եմ թուքումուր տալի, որովհետև մի խայտարակ վիճակ է, ու գիտեք ոնց է, այսօր այն ժամանակ նայում էի, ասենք սոցիալական կարող է խնդիրներ էր, էլի որ այսօր մեր գյուղը մեծ չամուսնացածները սաղ էլ հնարավորություն ունեցող տղեկ են, տուն ունեն, մեքենաներ, բիզնեսներ ունեն, լավ էլ տղեկ են, շատ լավ տղեկ են, ու մենակ այս գյուղով չի, հասկանում եք, այն ժամանակ ասենք սահմանա, ճիշտ է, մի քիչ կա աղջիկ դժվար է գալի, մեր աղջիկը մի թոգից փախած են, ձեզ մատաղ, ասեմ ինչի հիմար, հետո կայանանք, բիզնեսը դնենք, սովորենք, եղբայր, դե տարիքը գնում է, պետք է իրար հետ բան անեք, էլի, դասավորեք, չի լինի, չէ։ Պարոն Փաշիկը բարկանում է ու կարևորում, որ մենք էլ մտածենք շատանալու մասին։ Նկատում է, թե ինչպես է մեր հարևան երկիրն օգտագործում իր ռեսուրսը, այնպես էլ մենք պետք է ձգտենք աճի ու բազմացման, որովհետև մեր երկրին պակասում է դիվանագիտությունն ու հեռատեսությունը։ Դիվանագիտությունը մերը չի, չսովորեցինք սենց հետ, դիվանագիտություն չսովորեցինք։ Այս թուրքերը ծնվածորից դիվանագետ են դրանք, կարում են, այս սրանք ինչ ուզում է սարա,
Որտեղ կաղնեցին այդ հողն արդեն չես կարա, իրանցնա։ Այդպես էլ կամած առաջ գալով այստեղ չոբանություն անելով առաջ են եկել ու հողի տեր դարձել։ Մեր երկրի ղեկավարները թուրքերի հարևանությամբ ապրած չեն, չգիտեն վտանգները կամ գուցե գիտեն, բայց ինչ նպատակներով անտեսում են։ Ամեն դեպքում պարոն Փաշիկը սիրում է իր գյուղը, համարում այն աշխարհի ամենալավ անկյունը, որ ջերմ մարդկանց պակաս չունի, թեկուզ սահմանի բերանին, թեկուզ անվտանգային խնդիրների առաջ կանգնած, բայց մեկ է ուժեղ կամքով ու հավատով։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։